Բարև ձեզ։ Ես ուզում եմ քաղցր բամբակից կարելի է ես խաղալիք ընտրեմ։ Իհարկե կարելի է։ Նայ որ մեկն ես ուզում։ Սա։ Իսկ ես ուզում եմ անանասի համով քաղցր ձողիկ։ Որ չափը։ Այդ։ Ձեր բոլոր ցանկությունները կատարված են։ Այո։ Դե ուրեմն ուրախ շփտալով գնացեք։ Բարև։ Ինչպես միշտ։ Բայց այս անգամ ինձ քաղցր բամբակել տուր։ Ոնց ես։ Դե որ քաղցր բամբակ եմ ուզում, ուրեմն տրամադրությունս բարձրացնելու կարիք կա։ Ուրեմն մի բան եղել է։ Հոլուրջ բան չի։ Ինչի՞ է իմ հետ միշտ էսպես։ Վստահում եմ նրանց, ում չպիտի վստահեմ։ Մարդկանց մեջ միշտ լավն եմ փնտրում։ Էդ վատա։ Երբ ամեն անգամ սխալվում եմ, հա, վատա, ու շատ վատա։ Լավ է։ Ես գնամ աշխատանքի։ Քո սուրճը։ Հուսով եմ այսօր թեթև կանցնի։ Քեզ լավ որ։ Ապրես։ Չի վերցնում արա։ Շաշավոր վերցնի, շաշի ես եմ որ միջև հմի զանգում եմ սերը։ Սպասի էլի։ Անչին սպասեմ, կյանքիդ մեռնեմ, սկանում ես մատանին չկա, ռեալ չկա։ Եթե այդ մատանին մենք հետ չտվեցինք, ուրեմն պետք է գումարը հետ տանք։ Հա ոնց ենք է տալու գարո։ Սա Երևանին պարտք ենք։ Չգիտեմ։ Հեսա գտա։ Ինչ գտար է։ Արի։ Դաշնամուր սարքով 15000 դրամ։ Հա, բայց այս ուրիշը, անուն ուրիշը, համարն էլ է ուրիշ։ Հա, բայց մնացած ամեն ինչը նույնն է հայտարարության մեջ, նայ, նույն տառասխալը։ Հա, հիմի դու սխալների ուղը մեզ անեմ, թե գողին ես մանգալի, արտակվա։ Կարոսը հաստատ նույն հայտարարությունն է, ուղղակի անունն ու համարն է փոխել։ Ու սենց մտնում մարդկանց տաներ հարմարացնում մի բան թրցնում է։ Դե եթե ինքն է, դու զանգի թողա ես դրա։ Կարող որ մենք զանգենք համարը կփոխի։ Բայց ինչ պետք է անենք։ Կարող ուրիշ բան պետք է մտածենք։ Սրան զանգել, կռվել, վախեցնելով չի։ Ես գիտեմ ինչ պետք է անենք։ Ինչ։ Ճիշտ է, հետ սրտովս չի, բայց ոչինչ։ Մերսի։ Գնամ կոֆե էլ վերեմ։ Նստի։ Նստի ոչ միտեղ մի գնա։ Այս մեր սիրած պաղպաղակներն են։ Արտակի տանն ենք առաջին անգամ կերել։ Արտակին գիտես չէ, մեր ընկերն է, որ հետներս աշխատում։ Իմացա։ Այս պաղպաղակից արտակի տանը միշտ լինում է։ Դե ոնց որ մենք էլ այնտեղ կերել ենք ու մենք էլ ենք սիրում, էլի։ Որ ասում եմ մենք նկատի ունեմ Գարոին։
Գարուն են ընկերս են, որ Հա, Գուգո, ես տենց էլ հասկացա։ մենք այս պաղպաղակը սիրում ենք, որովհետև Արտակը ասում ես վաֆելնի ռաժոկ այս պաղպաղակի շոկոլադը իտալական է։ Այն սենդվիչինն էլ է, գիտես, չէ, իտալական։ Մյուս անգամ դրանից կփորձենք։ Շնորհակալ եմ, որ խառնվեցիր ու ինձ պաշտպանեցիր։ Անժելա ջան, բա վատ մարդ էր, բա ոնց չպաշտպանեի։ Ժամանակին ինձ թվում էր, որ միակ փրկությունը սա։ Կպատմես։ Մի տարի առաջ էր, որ աղջկաս մոտ սրտի արատ հայտնաբերեցին։ Ես խուճապի մեջ էի, չգիտեի ինչ անեի։ Ասեցին, որ երեխուն շտապ վիրահատություն է պետք։ Բա տենց ոնց։ Մի հարազատ չունես, մի օգնող չունես քեզ։ Դե չէ, հարազատներ ունեմ, բայց տենց նորմալ շփում չկա։ Մի խոսքով բոլորի համար մեկ էր։ Ես այդ ժամանակ պարուսույց էի աշխատում։ Բայց այդ փոքր խմբերից հավաքած փողը չէր հերիքում։ Մեր բազմաշենում տենց չի։ Եթե ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, կապ չունի հարևան ես, բարեկամ, եթե օգնելու բան կա, օգնում են։ Հենց կուզեի քո բազմաշենում ապրեի։ Ես Լևոնի հետ ընկերուհուս տանն եմ ծանոթացել։ Ընկերուհուս ամուսնու ընկերներ։ Իմացավ իմ խնդիրների մասին ու գումար առաջարկեց։ Հետո էլ ասեց, որ այդ փողը պիտի աշխատանքով փակվեմ։ Այ հիմա արդեն պարզ է։ Հիմա երեխուս մոտ ամեն ինչ լավ է։ Վիրահատությունը անցյալում է, մի 2-3 դեղ է խմում։ Բայց ես չգիտեմ ինչ եմ անելու։ Չգիտեմ ոնց եմ աշխատանք գտնելու։ Կարաս նորից երեխեք հավաքես ու պարել սովորացնես։ Այդ որ մի ծնողը կուզի իր երեխան իմ մոտ բերի։ Չէ, լավ կլինի։ Այսքան բանի միջով որ անցել եմ, հասա որ լավ կլինի։ Հա, հաստատ, հաստատ։ Դե համարս գրանցի, եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ինձ անպայման զանգի։ Չէ, Գուգո, դու ինձ առանց հետ էլ շատ ես օգնել։ Իմ պատճառով էլ աշխատանքդ կորցրիր։ Մտածում եմ Արտակին ու Գարոյին ոնց պիտի ասեմ։ Կներես։ Հա, ոչինչ։ Ես այդ վատ մարդու մոտ չէի էլ ուզում աշխատեի։ Ասավետ ջան, անես խառնեինք իմ արև, անես պատմությունների մեջ ենք ընկել։ Սա մտածելով քո առողջության մասին, որ մաքուր անարած ջուր խմես։ Գառնի ջուր։ Հա, լավ ջուրը շատ կարևոր է։ Ինչի եք եկել։ Ես 2 օր փորձում եմ ձեզ հետ խոսել, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Ախր խառնենք դրա համար, էլի Սավետ ջան։ Մի հատ հարց կա, որ կարաս մենակ դու օգնես։ Ես կարող եմ, եթե ցանկություն ունենամ։ Ախր դե ցանկությունը որն է, կյանքիդ մեռնեմ։ Հիմի որ դու այդ հարցում մեզի օգնես, ես ավելի շատ ժամանակ կունենամ, որ իրար հետ շփվենք, էլի։ Կամ օրինակ կգնանք կինո։ Կինո։
Հա, կյանքիդ մեռնեմ, ինչ ա եղել, կգնանք կինո։ Մենակ ես հարցում օգնի, էլի։ Պատմեք, ինչ ա եղել։ Պատմելու բան չկա, ուղղակի խնդրում եմ, մի հատ համար տամ։ Զանգիասա դաշնամուրս փչացել է գան շտաբ սարքեն, էլի։ Ես ո մելսիդան չեմ։ Դա ինչ կապ ունի, ուղղակի զանգի դա ասա ու հասցեն պետքա ուրիշ ասես։ Ինչ որ կասկածելի է, ինչ ա կատարվում։ Ախ, ինչն ա կասկածելի, կյանքիդ մեռնեմ։ Ուղղակի պետքա որ հենց դու օգնես, էլի։ Ինչն ա փչացել։ Դե ես ինչ իմանամ ինչն ա փչացել, որ իմանա ինչի է ձեզ զանգում։ Բան խսխզոց ա գալիս։ Ես մի քիչ էլ անցնիկ ասի դաշնամուրս մրսել ա, գիտես, չէ՞։ Իսկ երբ կգաք։ Վաղը։ Հա, չէ, վաղը շատ ուշ կլինի։ Այսօր ա պետք, հա, այսօր կարող եք։ Ես կրկնակի կվճարեմ։ Բա մի բան էլ ավել։ Հասցեն ասեմ։ Հա, հեսա ձեզ նամակով կուղարկեմ հասցեն։ Հա, շատ լավ։ Քանիսին կլինեք։ Հա, շատ լավ։ Շնորհակալություն։ Վերջ։ Հա, վեր Սովետ ջան, այսքան բան շնորհակալ ենք շատ։ Մերսի Սվետա ջան, մեզ շատ օգնեցիր։ Գնացինք։ Բա հասցեն։ Հա, ուր գնեմ։ Ահա ժամից լուսնենք, որ չչոտ հասնենք։ Ադեգ հասցնենք էլի։ Իրա, էսեք էլ ես բարլուս։ Ձեզ էլ բարը։ Բայլուս։ Ստրամատություն լավ է, հա։ Շատ։ Այ ես ընդհանրապես չեմ էլ ուզում հարցնեմ, թե ինչի հիմար։ Դու խեր դրգո։ Անես պատմությունների մեջ ենք ընկել, որ այն լուսահոգի պեծիկի սարև եմ երթում, ես ոնց ման տեսած չէի։ Լավ, գարո հանգստացի։ Դրան գտանք մատանին էլ են գտնելու։ Ինչ մատանիկ։ Անգանք ես պատմություններով չհասցրինք էլ մի քիչ հանգստանալ։ Թե քշերը ոնց ենք էթալու գործի ես չգիտեմ։ Գործի չենք։ Դե հա էլի գործի չենք։ Կարակ արխային ձեր գործերին նայեք։ Գուգո, այսինքն ոնց գործի չենք։ Գոգո ինչ է սարել։ Ես մեղավոր չեմ։ Տենց ստացվեց։ Հարա, ու դու փորձանք չես, ինչի ավեշտի քո այդ պրոբլեմ, Գուգո։ Գոգո, կարաս պատմես ինչ ա եղել։ Հա, մի ինչ ա դուրս գալի, ոչ այդ աղջիկն աշխատանք ունի, ոչ էլ մենք։ Հա էլի։ Ու դու քեզնից ահա որ գոհ ես, չէ։ Ահա որ գարո։ Հարա Արտակ ջան, աղբերական հետը խոսա, էլ իմ ներվերն արդեն հատում ա։ Գարիկ ինչ խոսամ։ Ասա ինչ խոսամ։ Պիտի բախներս բերի, որ Լևոնը այդ ամեն ինչը մոռանա։ Լևոնը սկլերոզ ունի։ Ոնց որ չէ։ Բա դու ինչի վրա ես հույսը դրել, ես զարմանում եմ։ Ագար ուզում ես ասես, եթե դու իմ փոխարեն լինեիր, տենց չէիր անի, էլի, հա։ Մենակ չասես, կթողեիր, որ այդ աղջիկան նեղացներ, հետո էլ կգնայիր այդ կլուբում կաշխատեիր։ Արա Գուգո ջան, հսկանում եմ քեզ, բայց դու էլ մեզ հսկացի։ Մենք պրոբլեմներ ունենք, պետքա սրճարանի պարտքը փակենք, այս տան վարձը պտի տանք, ու ընդհանրապես մենք պտի ապրենք, հսկանում ես։ Հանգստացի, մի բան կանենք։ Արա որ սա ինքնավստահ չի ասում հանգստացի։ Ներվերս հատմա երկուս։ Լավ, Գարիկ հանգստացի։ Ինչ որ շատ ենք խուճապի մեջ, խուճապը շատ է։ Արտակ, խուճապ։
Խուճ ապտեղեք, ապտեղով մենք խուճ ապենք, էլի։ Հանգստացի։ Ասերան ինչ ա եղել։ Մելսիդայի մատանին այդ դաշնամուր սարքողը գողացել է։ Պահո։ Գալիս ես մեր հետ։ Ոչ քիթային էլ չեմ հանում։ Դե արի։ Գնացինք։ Հիմա ես ունտունեք կան չէ։ Դե ճամփա հասցեմ։ Ուզում ենք բռնացնենք, էլի։ Գուգո, ես ու գարուն կբարձրանանք վերևի հարկ։ Ոստեղ սպասի։ Այդ ինչի։ Դե մեզ դեմքով գիտի քեզ չի ճանաչում։ Դե հետո դու ձևացնես, որ օրինակ ինչ-որ մեկի տուն ես եկել։ Հետո ինչա։ Հետո մենք կհասնենք մեր Չեղավ, գարո, քեզ տիրապետի։ Չհասկացա մի թաթալով շոտան կարա ներբերես հատել արա սիրտս հանգստանա։ Կարո ջան, այդ մարդը մատանին գրպանը չի գալու։ Պետք է նենց անենք, որ տեղն ասի։ Կարելի է։ Հա իհարկե, համեցեք։ Մեր տուն եք եկել։ Չէ, երևի խառնել ենք տունը։ Հա, պարզ է։ Ուշանում է։ Այո, չհասկացա, ամեն ոտի ձենից պետք է ասած խառնում ենք իրար։ Դե Գուգո ջան, մի քիչ պետք է սպասենք։ Գուգոն դրսում կսպասի։ Հենց ներս մտավ մի անգամից կզանգի։ Արա հեն արա։ Ուրեմն, երկու ձեռքով էլ կպարապես, ու եթե հաջորդ անգամ էսպես նվագեցիր, կզանգեմ մայրիկիդ եւ կասեմ, որ տանը չես զբաղվում։ Տիկին Մելսիդա, կարամ մի բան խնդրեմ։ Ասա։ Խնդրում եմ էլի զանգեք մամայիս ասեք, որ ես նվագել չեմ կարող, որ բնադուր օժդված չեմ ու ինձ հակացուցված է։ Ինչի համար։ Չեք պատկերացնի ոնց չեմ սիրում։ Մամաս ինձ զորով է բերում, ես սպորտ եմ սիրում, կարատե։ Պապան ինձ ուզում է տանի կարատեի, բայց մաման էլ ասում է կարատեն ագրեսիվ սպորտաձև է ու ինձ բերում է ստեղ։ Ես քո մայրիկին խաբել չեմ կարող, մանավանդ որ դու տաղանդ ունես։ Բայց ես չեմ սիրում։ Բարև ձեզ։ Դու կհամոզեք տիկին Մելսիդային։ Ինչ համոզեմ։ Որ մամային ասի ես էլ չգամ։ Վերջ, այդ հարցը փակված է։ Գնա մայրիկդ բակում սպասում է, հաջորդ անգամ պատրաստ կգաս։ Ես ամբողջ կյանքում այս դաշնամուրի գերին եմ մնալու, ես գիտեմ։ Չկա, սուր ասցրես փախնի։ Հաստատ միտեղ մտել է։ Հա դրան որ հմի չգտնենք, վերջացավ կարանք էլ ման չգանք։ Ավելի շուտ արդեն վերջացել է, էլ իմաստն ընդհանրապես չունի։ Լավ, մոռանանք այդ մատանու մասին։ Հա, հազար ափսոս։ Լավ, ես էլ չեմ կարող այսքան վազեմ, գնացինք։ Գնացինք։
Թելո ջան, ուր ես գնեմ, արա, ուր ես գնեմ։ Ասում են դաշնամուր է սարքում, ճիշտ է։ Տղեկ այդ մատանին էլի մոտ չի։ Հայ, արդեն վատ նորությունով ես սկսեմ, արա։ Ուրա մատանին։ Ծախել եմ։ Ում վրա։ Հələ ոնց սախել եմ, դու շաշ չես, արա, ուրիշի մատանին ոնց ես սախել։ Հաբա գողացել է, բա ինչ անի։ Հələ խիա գողանեմ, կամ առհասերա գողանալը որն է, արա։ Լավ, հիմա բարոյական դասերի ժամանակը չի գարո։ Լավ որս չի որ գողանում են։ Այդ էս բաներ ինձ չասես, արա։ Եկա տղա ես գնա աշխատի։ Դե հիմա էսա։ Ուրա մատանին։ Շատ իմանամ ուրա։ Ես ծախել եմ Մուկուչին, Մուկուչն էլ ծախած կլին, իրա մոտ ապրանք երկար չի մնում։ Մուկուչնովա։ Մեզի տար այդ մուկուչի մոտ։ Չէ, դա լուրջ թեմա է։ Եթե ես Մուկուչի մոտ մարդ տարա, ինձ կսպանի։ Դու կարաս մի պահ պատկերացնես, որ մեր համար մեկ է, թե մուկուչը քեզ ինչ կանի։ Այդ մատանին պետք է հետ տանք։ Այդ մեր պատվի հարցն է։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Մեզի տանը ես մուկուչի մոտ։ Ոթեքը սպարեմ արա։ Հիմա դրա ժամանակը չի։ Մենք ամեն տանում եմ մուկուչի մոտ։ Տանում ես, չէ՞։ Մերսի դատատի։ Ես արդեն որոշել եմ։ Մի քանի օրից կհավաքեմ իրերս ու կազատեմ սենյակը։ Այսպես մի տան մեջ չենք կարող ապրել։ Քեզ սովորական կպայես։ Կհասկանա որ մի բան չի, Մուկուչը շունա։ Ես գիտեի մարդ է։ Ես տեղը ցույց եմ տվել, մնացածը դուք արեք։ Լուրջ։ Մուկուչից վերցած փողն էլ ես նամ։ Էս ինչ կա։ Էս գործը լավ է, հա։ Հա, վատ չի։ Հետը սա, մոտը բան կա։ Արեք։ Հա, տղերք, ինչ եք բերել, ցույց տվեք։ Այսա ցույց կտամ։ Մուկուչ այն մատանին, որ երեք բերել եմ։ Հա, հիշում եմ։ Մոտը տա։ Չէ, ծախել եմ։ Ում վրա։ Ես տենց էլ գիտեի, որ ստեղ մի բան է ինչի։ Րոպե, ասի խոսալու բան կա։ Ինչ հաշիվ է։ Ասում եմ խոսալու բան կա, մի րոպե։ Այդ մատանին հետ պիտի տաս։ Ես այդ մատանը փողը տվել եմ։ Ուրեմն դրա փողը հետ կտասա։ Այդ փողը էլ չկա։ Ոնց չկա։ Մի օր է անցել։ Բա դու գիտեք այդ փողը հավաքում էր, որ գնար Եվրոպա հանգստանալու։ Մի գիշերում ինչ ես արել այդքան փողը։ Խաղացել է, կրվել է, ինչ պետք է անի։ Կեսնա ձերս։ Ինչքան է պակաս։ 200,000 պակաս։ Այսքանն է։ Այդ մատանին հետ որ մենք մնացած փողը կբերենք։ Չկա մատանին։ Արա կյանքիդ մեռնեմ։ Ես նես կանեմ, որ սա կոպեկ կհավաքի քո գումարը հետ կտա։ Ախպեր, այդ մատանին մեզ պետք է, մենք պետք է տանենք տանք տիրոջը։ Տղերք, ես այդ մատանը փողը տվել եմ, այդ մատանին արդեն իմն է։ Հա։ Արա փախա։ Всё, էլ դրանք գտնողը չեք։ Լսի, այդ մատանին չի կարա կորի, հետ տուր էլի։ Այդ մատան ու գողության մեջ մեր ընկերոջն են կասկածում։ Մենք էլ տենց բան չենք արել։ Հիմա դուք որ տանեք հետ տակ այդ մատանին, ավելի շատ կկասկածեն։ Այդ ինչի։ Բա եթե դուք չեք գողացել, ո՞նց եք հետ տանում տակ։ Մենք մի բան կանենք, դու այդ մատանին հետ տուր էլի։ Всё! Կորա, խայտարակ եղան։
Վայ, տիկին Սպետա։ Բարև Տաթևիկ ջան։ Բարև ձեզ։ Տաննա Մելսիդան։ Հա, տաննա։ Կարևոր բանն եմ ասելու իրան։ Բայց ուզում էր պարկեր է արդեն։ Սվետա։ Բարի երեկո։ Ոնց ես։ Լավ եմ։ Էս ի՞նչ է եղել այս ժամին։ Հիմա կբացատրեմ։ Շատ կարևոր բանն եմ խոսալու։ Սուրճ կխմեք։ Հա, քաղցր։ Լավ։ Հիշում ես դու մի ժամանակ ցուցակ ունեիր շենքի բնակիչների անուններով։ Դե ով որտեղ ապրում էլի։ Ես։ Հա։ Ես նման ցուցակ ունեմ, Սվետա։ Իմ ինչին է պետք է այդպիսի ցուցակը։ Ոնց քեզ մոտ չէր։ Լավ, ուրեմն շփոթել եմ։ Հաջողություն։ Ես գնաց։ Հա, բան չհասկացա։ Տաթև ջան։ Հա։ Աղջիկ ջան, արի։ Քո տեղափոխվելու մասին է խոսքը։ Պետք չի մի գնա։ Չէ, այդպես չի լինի։ Դուք նեղացած եք, ես էլ ինձ մեղավոր եմ զգում։ Ոնց ենք ապրելու։ Ոչինչ կանցնի, ինչ եղավ։ Հո դռնեդուր չես ընկնելու։ Այս դժվար ժամանակները բնակարան ճարելը շատ բարդ է։ Մնա աղջիկ ջան, ես էլ մեծ կին եմ, այդ մի հիշողությունն ունեի, բայց կյանքում ենքան բան եմ կորցրել, դե հույս ունենանք, որ սա էլ վերջինը կլինի։ Արտակ, շնորհակալ եմ, որ այդ գումարը տվեցիր։ Ապա ինչ պիտի անեի, Գարո։ Էս դուք ընդհանրապես դուր չեք փակում։ Մատանին դրեցիր։ Հա, դրեցի աննկատ։ Ֆիլմն էլ արդեն ընտրել եմ։ Ես էլ իզուր տեղը այդ տղաներին մեղադրեցի, փաստորեն ընդհանրապես մեղավոր չէին։ Ամեն դեպքում զգուշությունը չի խանգարում։ Տատիկ, ես մենակ մի բան չհասկացա։ Ինչ։ Այդ Սվետը ինչի էր եկել, ինչ ցուցակների մասին էր խոսում։
Ա